Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական պետականության հիմնադիր հայրը մարդը հավակնում է Հեյդար Ալիևի դափնիներին, հարգելի հեռուստադիտողներ, եկեք այս հարցի քննարկումը մի փոքր այլ երկրից սկսենք, Ռուսաստանի Դաշնությունից։ Այսօր Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը Ալեքսեյ Շևցովը բավականին ծավալուն մեկնաբանություն է տվել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստի վերաբերյալ եւ շատ մեծ անդրադարձ է կատարել տնտեսական հետևանքներին, որոնց հետ կառնչվի Հայաստանի Հանրապետությունը, եթե փաստացիորեն խզի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, եթե շարունակի այն քաղաքական վեկտորը, այն քաղաքական կուրսը, որը այս պահին իրականացվում է, որը կոչվում է Եվրաինտեգրում։ Ալեքսեյ Շևցովը մասնավորապես նշել է, որ Հայաստանի հնան 23%-ով կընկնի, որ խնդիրները լինելու նաև գնաճի հետ, ըստ ռուսական պաշտոնյայի 22.6% գնաճ ենք մենք ունենալու, խոսվել է նաև նրա մասին, որ տուրիստական հոսքերն են կրճատվելու, մոտ $1 միլիարդ միայն այնտեղից է Հայաստանի Հանրապետությունը կորցնելու։ Այնուամենայնիվ մենք պետք է նշենք հետևյալը, որ Ալեքսեյ Շևցովը ոչ առաջին եւ վստահաբար ոչ վերջին ռուս պաշտոնյան է, որը արձանագրում է հայ-ռուսական հարաբերություններում արկա խնդիրները, ինչպես նաեւ մատնանշում է, թե ինչ հետևանքներ են լինելու Հայաստանի Հանրապետության համար, եթե ներկայիս քաղաքական վեկտորը շարունակվի։ Ուղղակի այստեղ ռուսական կողմը հավանաբար կամ չի ընկալում, կամ իրենք չեն էլ կարող պատկերացնել, որ կլինի մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք օրինակ այսօր իդեմոս Նիկոլ Փաշինյանի բացի նրանց, որ հանդիպում են քաղաքացիների, այլ նաև ներկայացնում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագիրը, որում ակնհայտորեն արտացոլված է այն, որ եվրաինտեգրման ճակերտավոր ճանապարհը շարունակվելու է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը փորձելու են սերտացնել, հավանաբար Ռուսաստանում չեն պատկերացնում կամ կրկին ասենք հրաժարվում են հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք շատ լավ հասկանում են գինը նրա, թե ինչ գին է վճարելու Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվի, բայց Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այդ գինը վճարել եւ այստեղ մենք պետք է նշենք հետեւյալը, նա տարածաշրջանի նույնիսկ մակարդակով աննախադեպ քաղաքական գործիչ չէ։ Եկեք հիմա Ռուսաստանից տեղափոխվենք մեր հարևան Վրաստան։ Հիշում եք, այսպիսի մի քաղաքական գործիչ կար, Միխայիլ Սահակաշվիլի, Վրաստանի նախագահը, երկարամյա նախագահը, Նիկոլ Փաշինյանը եւ Միխայիլ Սահակաշվիլին իրենք մի շարք հարցերում ունեն նմանություններ։ Ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, ինչ քարոզչություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Նա ասում է հետեւյալը, որ քանի որ մենք կորցրեցինք Արցախը, որը իր ձևակերպմամբ մերը չէր, այդ դրա շնորհիվ մենք ստացանք Հայաստանը, որը եւս մերը չէր։ Այսինքն նա ասում է հետեւյալը, հանձնելով հայկական տարածքներ, մենք ստացանք անկախություն։ Ումից է անկախություն ստացել Նիկոլ Փաշինյանը կամ ումից է նա անկախացրել Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կարծիքով, բարձր խոսքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությանը։ Նույն քարոզը տարիներ շարունակ Վրաստանում իրականացնում էր Միխայիլ Սահակաշվիլին, ասում էր, այո, թեպետ մենք պատերազմեցինք Ռուսաստանի հետ պատերազմում պարտվեցինք, մենք կորցրեցինք Հարավային Օսիան եւ Աբխազիան, բայց մենք անկախացանք։ Տեսեք, երկու քաղաքական գործիչ հրահրեցին պատերազմներ իրենց երկրներում, կորցրեցին իրենց երկրների, իրենց ժողովուրդների հողերը կորցրեցին, բայց դա ներկայացնում են որպես անկախության ուղի կարևոր քայլ անկախանալու ճանապարհին։ Տեսեք, եթե մենք այս տրամաբանությունը շարունակում ենք Նիկոլ Փաշինյանի, ապա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե Հեյդար Ալիևը, ադրբեջանական պետականության հիմնադիր հայրն է։ Ինչու՞։ Ինչ է ասում Փաշինյանը, ասում է, որ փաստացի քարոզչությունը նաև Փաշինյանը կան, ասում է, որ դե քանի որ մենք կորցրեցինք Արցախը, մենք այլևս գերտերության շահերը չենք սպասարկում, խոսքը Ռուսաստանի Դաշնության մասն է, մենք անկախացել ենք, բայց նույն տրամաբանությունը գործում է նաև Ադրբեջանի նկատմամբ, այսինքն հանձնելով Արցախը Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը կարող է կարծել, որ ինքը անկախացրեց եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը, որոնց վրա ըստ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է իր ազդեցության լծակները։ Մենք այդ պատճառով ենք նշում, որ
Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն ընկալել որպես ադրբեջանական պետականության հիմնադիր հայր, միգուցե Ադրբեջանի նախագահ հետագա հանդիպումների ժամանակ ասի Հեյդար Ալիևի արձանը հանեք, բերեք իմ արձանը դրեք, որովհետև ես եմ ձեզ անկախացրել Ռուսաստանի Դաշնությունից։ Իսկ հիմա կրկին գանք Սաակաշվիլիին։ Տեսեք, Ռուսաստանից անկախանալու ճանապարհին Վրաստանը շատ մեծ տնտեսական գին նաև վճարեց։ Ինչի մասն էր խոսքը։ Տնտեսական այն կապերը, որոնք կային դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած, օրինակ չայի պլանտացիաները, մի շարք պտղատու այգիներ, որոնց բերքի սպառման շուկան Ռուսաստանի Դաշնությունն էր, ինչ արեցին Վրաստանի իշխանությունները։ Պարզապես ոչնչացրեցին այդ ամեն ինչը։ Չայի պլանտացիաները, պտղատու այգիները, վրացական գինեգործները ունեին բազմաթիվ խնդիրներ, ինչ էին մտածում Վրաստանի իշխանությունները։ Դե եթե դու ուզում ես կտրվես ինչ-որ մի շուկայից, դու առաջին հերթին պետք է ոչնչացնես այն ապրանքը, որը դու կարող ես մատակարարել այդ շուկաներ։ Այսինքն, երբ որ կա քաղաքական կամ աշխարհաքաղաքական առաջնահերթություն, այս կամ այն երկրի ղեկավարը պատրաստ է տնտեսությունը զոհաբերել։ Նույն տրամաբանությունը գործում է նաև Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նույն տրամաբանությունը գործում է նրա մոտ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համատեքստում։ Այսինքն, եթե անհրաժեշտ է թուրքական աշխարհին ինտեգրվելու ճանապարհին ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական կապերը, թեկուզ քո հնան 20%-ից ավել կկրճատվի, թեկուզ գնաճը ավելի քան 20% կլինի, թեկուզ միայն туриզմի ոլորտից դու 1 միլիարդ դոլար ամեն տարի կկորցնես, բայց եթե դրա շնորհիվ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը եւ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը հայաստանյան գործընթացների վրա կնվազի, նա պատրաստ է այդ գինը վճարել։ Նաև ամփոփելով մեր այսօրվա զրույցը կարող է հարց առաջանալ, լավ, իսկ ինչու է խոսք գնում թուրքական աշխարհի մասին, ոչ թե Եվրամիության մասին, չէ՞ որ մենք գնում ենք գոնե ֆորմալ առումով դեպի Եվրամիություն։ Հիշում եք ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի ամբիոնից։ Նա փաստացիորեն արձանագրում էր, որ Հայաստանի եվրոպական ապագան կապված է նաև Վրաստանի եվրոպական ապագայի հետ, իսկ Վրաստանը եվրոպական ապագայի հետ ունի շատ լուրջ խնդիրներ։ Այսօր Եվրամիության թիվ 1 դիվանագետը Կայա Կալասը օրինակ խոսում էր այն մասին, որ իրենք պատրաստ են աջակցել այն երկրներին, որոնք կմիանան Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին փաստացի։ Այսինքն, առանց Վրաստանի Եվրամիության անդամ լինել, Հայաստանը եւս չի կարող Եվրամիության անդամ լինել, ուստի այն ճանապարհը, որը մենք գնում ենք, կարող է հանգեցրել նրան, որ մենք չենք լինի ԵԱՏՄ անդամ, ինչի մասին ասում էր Ալեքսեյ Շևչլովը, բայց Եվրամիության անդամ մենք չենք լինելու։ Այդ պարագայում թուրքական շուկային, թուրքական էներգակիրներին, թուրքական քաղաքական համակարգին այլընտրանք չի լինելու։ Իսկ միայն թուրքական աշխարհում, միայն թուրքական աշխարհաքաղաքական համակարգում Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը ունի ապագա, բայց եթե դու ուզում ես մաս կազմես թուրքական աշխարհին, դրա համար պետք է գին վճարես։ Իսկ դուք վստահ եք, որ այդ գինը սահմանափակվում է միայն Արցախը հանձնելով։ Մտածեք այդ մասին։